Արտաշես Տեր-Խաչատուրյանի մասին խոսիլ կնշանակե փախել ամեն օր քիչ ավելի փակվող դռներ։ Սփյուռքածին առաջին սերունդի դիբար էր։ Սերունդ, որ գծկտեր առանց սեվականության ինքզին իրականացնել ասկային համաստեղության մեջ, առանց հրետորական հնչեղության։ Մարդիկ այնադեն բնական գերբով հայ էին, ձակումով հայ չէին։ Այն օրերուն արդեն ոմանք թեկած էին տելի բոլորաբդույթները օդարման, ասկի ավազանը նեղ գտնելով վասն հաջողության և պարքի այլ դեր լարած էին իրենց վրանները։ Կախտենիացումը և հոգիներու կաղոտացումը սկսած էր։ Անոնց նկատմամբ կշարունակենք հիացում մշակել աղքատ ասկագանի հոգեբանությամբ, օրինակ, օդարակիրներու, փարթույթ, այնքան ուժեր, թյուր ըմբռնված ինքնահաստատման թափահարումներ, որոնք չեն գոչված ասկի մշակույթը հարստացնելու և ասկ պահպանելու։ Ընդհակառակն գնդունվին, հոգիներու ավեր կործածեն և կկործեն, հետսեդե շեշտվող նահանջականության ընթացքը։ Արտաշեսի հետ աշխատած ենք 1958-1961 տարիներուն Հալիբի Քարենյեպե ջեմարանը, ուսուցիչ էինք։ Գտասավանտեր բակմություն, կրապար և մադենակություն, այն օրերուն աբերախ դարձող նյութեր։ Հալիբի 3 տարիներեն ետ Բեյրութի մեջ շարունակեց կործել մինչև իր մահը։ Մարդը ինքնուրույն էր այն օրերուն անցողիկը և հրավարությունները իր հետաքրքրություններուն մաս չէին գազվել, հերու էին։ Ընկերային կյանքի և հարաբերական կյանքին դրամատրելիք ժամանակ չուներ, գարձեք ժամանակին հետ վասկի մեջ էր։ Զույգ հատորներու մասնակիտական վերլուծումը վիդիենե անոնց ուշաթիր խմպակիրը Գարովանեսյան։ Ես պիտի փորձեմ դան իմ դվավորություններս, ընթերցողի դվավորություններս։ Հայերենը հարկ էր հարկել, որովհետեւ անմնար ստեղծագործական լեզու, գործիքներ պետք էին։ Արտաշես Տեր-Խաչատուրյան պատրաստեց ուղղագրական գիրք, գտարեց փարանակիտական մրցունի աշխատանք։ Երկու խոսքով ասված այս գործերը օրերու և դարիներու դկնաչան նվիրում կբանչեն։ Երբեմն այդ պետք է հիշել և հիշեցնել նաև նորերուն, որպեսզի թիրքեր դադարք չմնան, օրինակը ըլլա ներշնչող։ Ավելին, որպեսզի թիրքերը գտնվին մեր գրասեղաններուն վրա, նաև մեր դան գրասեղաններուն վրա, անդամներու գրասեղաններուն վրա։ Արտաշես Տեր-Խաչատուրյան և ուրիշներ ընձեռած են գործիքը, որ ուսուցչական դասերակցական գործի շարունակություն է, նաև անոնց համար, որոնք դպրոցական տարիքի հետ գլանչապահաս և մայրենին մանրան չեն տներ։ Արտաշես Տեր-Խաչատուրյանի մշակութական հիմնական գործը եղավ մեր հայ մամուլի հավաքումը և ցանկակրումը, մատենագիտությունը, որպես վկայություն այն մասին, որ հարաշատային ժողովուրդներու պես մենք թեփ կհրադարագեինք մեր հիացման առարգար շատերեն առաջ։ Թեփ և դպարանն էինք, երբ ուրիշներ թերդեղ կայլ գնեին փանավոր կամ ցերակիր հաղորդակցական սահմաններեն ներս։ Այդ մամուլը մեր ժողովրդի պատկերով էր։ Այսօր այդպես է, այսինքն դարդղնված հերու և մոտ դեղեր։ Այդ դարդղնված մամուլի հավաքման աշխատանքը ինձ կհիշեցնե Մահատմա Գանդիի այն միտքը, որ գսե թե ջիքի մեջ է, որ կգտնենք բավարարությունը և ոչ հաջողության, լիակատար ջիկմը լիակատար հաղթանակ մնե և այս խոսքը կբաչացի Արտաշես Տեր-Խաչատուրյանի։ Արդար է մամուլի հավաքման և անոր համանավատների գազմությունը սանքվածներու կրխուն վրա են գացնի, գերակրե փոքրամասնությունը, այն, որ հայ մշակույթի ասկապահմանման թերին կհետևի, զանգբահե առաջնահերթություններու շարքին, հրավարությունները և իմաստե տվարգվող գարկախոսները անտին։ Փակագծի մեջ խոստովանություն մնենք։ Մեր ժողովրդի որ դոգոսը ներկայի մամուլով կհետաքրքրվի, ընթերցող է, որ հետաքրքրվի նաև մամուլի պատմությամբ։ Ղեկավարունի, ասկային կաղապարախոսության և հերանեկարի բացակայության հարցեր ունենք, անոնց բացը միշտ փորձած ենք կոչել հավատավորները, անոնք անմիջականին չեն սպասարկած, ծառայած են հերանեկարի։ Առանց փոխադարձության ակնկալության և այս շեշտը կարևոր է։ Ինչ որ մտածելու չեն եղած որոշողները,
իգյանս կնահատելու հետ մահու արադապան խոս շրայդելու փոխարեն եթե իգյանս ըստ արժանվույն կնահատվեին կնահատվին մտքի աշխատավորները անոնց ժառանգությունը այլապես ծավալ բարողություն եւ արժեք ունենա այս մասնավորապես սփյուռքի մեջ միտքի աշխատավորները կհամենան սիրողականի սահմաններում մեջ այսինքն անոնց կբացին նյութական միջոցներ բիլիքավորը որ ասկովին լսենք Հակոբ Օշագանի գդակ խոսքը որ մակաղատը ավելի գաբրի քան մարմարը մեզ մեյուրական ճյուրը ինքտո մեկնապանե իր շուրջը նայելով Ardashist Խաչատուրյանի կորձին լայները միլիոնտարնա իր կիրքերը վդարագության փծախնդրորեն պատրաստած Գարո Հովհաննեսյան Անոր գենթանակիրը քետ ուրվակզային երբով ամփոփեցնելու համար ես ինձ թույլ դիամ արագ թրիչկոմը շրջիլ էջերուն վրայեն ու գյանք մգա եւ այդ գյանքն է որ գդեվե ներգա է հոս Գիշեք Սիմոն Զավարյանը որ պատկամեց թե կորձն է միայն գենթանի ներգայացվող զույգ հադորները այդ կսեն Այս հալորները բիլիզարային բրբդում ունողներուն, բայց նաև համեստ ընտերցող, շակային ընտերցող, քիչ մջիկով եւ դարձնե էջերը հբարտությունն է նվաճե, մասնագից դառնելով հայ բակությամբ սկսած ինքնադիպ արգազախնդրությամբ։ Մեծ անունների ելին սկալով սև աշխարհանքի հերոսները, Հակոբ Մեղաբարդ, Աբկարթը Բիր, Հովհաննես Դերնցի եւ ուրիշներ, բայց նաև քիրերը պատրաստողները եւ ցուլողները Քիրքեր դպակրված աստ և անտ, Իտալիա, Մարսիլիա, բայց նաև Ամստերդամ, գտնակ մտածել ուր գե ուր, ինչպես և որ դրամապանությամբ, բայց նաև Շուշի, Երուսաղեմ, Շուշի 1828-ի թերևսալ առաջ։ Հայ քիրքի դպակրության վայրերը հայոց պատմություն են, հարգ զանոթանալ ոչ թե մասնակետ լալու համար, այլ հագար հրեդորական բատկամ լսելու։ Խոսել է առաջ հայ մամուլի մատենագիտության մասին, հետաքրքրական է գաք մայկրոններու և տեմքերու կորձերուն մատենագիտական ձանոտացումը։ Եթե փորձվին կարտալ օրինակ Ռուբեն Զարդարյանի մատենագիտությունը, հայ քիրքի պատմության հետ կսորվինք ընդհանրապես պատմություն, հայ վրտական կյանքի պատմություն, թասակիրքերու պատմություն։ Կբադալի որոշները պանան հայերենի թասակիր մեղրակետները Ընթեցման փորձություն ունեցող գծանոթանա Ռուբեն Զարդարյանի գրականության և հրապարակագրության, ստեղծագործական ծավալուն ժառանգության, նաև Դանիել Վարուժան, Գոմիդաս, հիշված անուններեն շատեր զոհ հայկական ցեղասպանության 30 տարեկան, 40 տարեկան։ Գտողանց են անուններ, հին, նոր, կնշանակի է, որ հայուն ստեղծագործ ավիճը չէ ցանկած հակառակ շեշտվող դեղատվություններու։ Հիշել նաև Լևոն Շանթի մատենագիտությունը։ Այդ աշխատանքը գծե, որ Լևոն Շանթ փաշագաճարային անունը չէ, այլ ժողովրդի հոգեմտավոր ժառանգության կանցարանը։ Թերևս քանի անգամ պետք է գտնել, որ հայ քիրքի մատենագիտական գործեր հատորը ուղեցույց է ապրող և ապակա բրբդողներուն։ Այս տեսանկյունեն պետք է արժևորել քիրքը 422 էջերով բացված բադոհանը։ Հայ մամուլի մատենագիտական գործեր հատորը աժմեական է, աշխարհասփյուր հայության համար մամուլը շնչառական թոք է։ Գարո Հովհաննեսյան գմեջբեր է Ardashist Խաչատուրյանի կարծիքը հայ մամուլի մասին, որ ինքնին քաղաքարախոսություն է։ Կտելադրվի այն միտքը, որ մամուլի առաջադրանքն է պատրաստել մարդը, էապես եսաբաշտ մարդը դարձնել ընկերասեր, այլասեր, ընկերությանը սպասարկու անհատ։ Ապակակը ճշտ է, որ նույնքան կարևոր թերի կոչված է որքան դպրոցը և եկեղեցին։ Բայց չէ միթե, որ մամուլը դաստիարակիչ թեր ունի չափահասության տարիքեն մինչև խորձերություն կամ պետք է ունենա։ Գրականության ծագումն ու զարգացումը համառոտ լեսություն գլխունդակ հեղինակը կդառնա մամուլի պատմապան։ Կպատմե առանց հոգնեցնելու։ Նույնիսկ աշակերտներու կարելի է թերակրել ընթերցումը, հռոմեն մինչև մեր օրերը, այսինքն դպակրված մամուլը։ Քաղաքականապես և մշակութապես 9 հզոր երկիրների հետ հայը կհրադարակի լրակիր, 10-րդն ենք, առաջնակույններու շարքին, հիշեցում ստորագայության պարտույթե դարաբողներուն,
աշխարհի բազմահայրուր ժողովուրդներու գարկին 10-րդն ենք։ 1974-ին Մադրասի մեջ լույս կտեսնի առաջին հայ լրակիր աստղարարը Հարություն Քահանա Շումաբոնյանի խմբակրությամբ։ Նոր սերունդին պետք է ասել այս, եւ անգեի վեր հրատարակված են բազմաթիվ թերթեր, զանազան ցևերով։ Արտաշես Տեր-Խաչատրյան կանհադումներ գնե, երբ կխոսի սպիրկի մամուլի ոչ մասնակիտական բնույթի մասին, այսինքն անգանտրատարնա հայ յանքի բոլոր երեսներուն, քաղաքական, եկեղեցական, գրթական, մշակութային։ Գուտա նաև թիվեր անցյալի եւ ներկայի, որոնք ապշեցուցիչ են, երբ նկատի ունենան մեր հավաքականությունները, անոնց դարդղնումը եւ միջոցները։ Իր անվան կապված մի մնան հայ մամուլի ցուցանտեսները, որոնք ուշագրավ, նշանակալից եւ դասերագիչ եղան։ Գարիգը լավ էր սկսի այս աշխատանքին համար ան իր յետին չունեցավ pedagogan մեծուկ եւ հատկացումներ։ Այս պատճառով պետք է գնահատել անձը, անոր նվիրումը, ասկային եւ մշակութային արտագաղթ եւ օրինագելի գիտակցությունը։ Գտարցնեք էջերը հայ մամուլի բաղության քայլերով գշրջիկ մոդորագի հերուն եւ մոդը, 5 ցամաքամասերը։ Նաև ներասկային կյանքի շերտերը, եկեղեցի, գրթություն, մշակույթ, մարզական եւ քաղաքական կյանք։ Հեղափոխական աշխատանքի համար մամուլ էր պետք։ Հեղափոխությունները եղած են նաև մամուլով եւ ինչեր կպատնե մատենագիտությունը։ Եթե Արտաշես Տեր-Խաչատրյան դերաբրեր, թերևս պիտի հայտնաբերեր, որ հյուսիսային եւ հարավային փեբերներու վրա ալթեր հրադարագող հայ խենտեր եղած են։ Հետաքրքրական է իմանալ, որ առաջին դեպ աստարարի լեզուն քրապար էր, քահանան եւ իր օգնականները չէին դիրաբերել հայերենին։ Մեր օրերուն ալ մանավանդ համացանցային, հերադեսիլային եւ ցայնասպիրային հայերեն լրատվական գայքերու հայերենը ընդհանրապես նույն ախտեն կտարավի եւ ոչ ոք կանանք ստանա։ Արտաշես Տեր-Խաչատրյան կանտրատարնա մեր մամուլի այրազան բիդակներուն եւ ձիազնային քույներուն։ Ասոր համար է, որ մատենագիտական աշխատանքը պատմություն է, որ կպատմի մեր կյանքը ինչպես որ է։ Մեծ մասնակետ կամ պատմական լալ պայման չէ այսույք հադորներու մեջ շրջելու համար։ Նման արշավանքը կփանա ինքնաճանաչման, ասկային գիտակցության եւ ինչու՞ չսել հբարտության դռները։ Մանավանդ աշխարհացի ժողովրդինը ապրելու, ստեղծելու, դոգալու եւ դեպելու գամքի օրակությունն է իր մամուլը, ճակատագրին պատմությունը աշխարհի 4 ցակերուն։ Այսույք հադորները իրենց ցևով առանց ամբակոր գորգոր ջարի գսպասարգեն հայ ասկային քաղաքապարախոսության։ Այս դիտանյան աշխատանքը պետք չէ որ այս հադորներով կանգառնի, այլ լան շարունակողներ եւ լրացնողներ նկատի առնելով ներկա եւ մանավանդ քալիք թվայնացող մամուլը, ինչու ոչ նաեւ ցայնասպիրային եւ հերադեսիլային խոսքը։ Զույգ հադորներու մասնակիտական երևույթը եւ ծավալը պետք չէ սարսափեցնեն, պետք չէ ասել մեզի համար չէ։ Գարտալ երբեմն փակել քիրքը եւ երավակայել, ինչ է դիտեսնեն եւ թերևս հասկանանք բաղվան համար։ Հայերեն քիրքը դուն դանելու ազնիվ սովորության գանչին պետք է արձագանքել։ Հայերենով կանց են մեր քիրքերը եւ մամուլը։ Հայերենի քրոմը Հայկ Խաչատրյան քրեթե անձանոթանումը օդանախոսության դեմ ծառացած իր Արտաշես բատմավեպի մեջ կգրեր։ Հայկը հայտ նահավելի սարմի հայերու հայրենիքն է, անոնց սեփական աշխարհը այս մեծ աշխարհի մեջ։ Երկրի եզրերը գավարդին հոն ուր գվերջանա հայերեն խոսակցական լեզուն։ Հայերեն քիրքի էականության իմաստուն եղած է Վիկեն Խեչումյան, ով գհիշի այսօր։ Հայաստանի Հանրապետություն եւ սպիտներ, քիրք կրոցը, քիրք ներկայությանը, երբ մեր հոգիները ծախած են օդարակիր քիրքին եւ քրագանության, ոչ թե ստակորցական հավարտության համար, այլ նահանջի եւ սնապարության։ Հայերենի ստակորցական աշխարհին սահմանաբահը եղավ խելացի մրջյուն Արտաշես Տեր-Խաչատրյան, իր անվանագից Արտաշես արքային եւ Վիկեն Խեչումյանի վես, որ կրեթե հայ վաճառականներ ցետտրին հայոց պատմություն քրո ավելիքին, ասին որ քիրքը ցետով կգրվի, ցետը իգյանս։ Քրական պատկեր չէ, տոնախմբուտենե եւ զապերյանտին ազույք հադորները մարմարեն ավելի գոչված մերոյա եւ քալիքի ակաղատներ են։ Շնորհակալություն։
Նորին սուրպոզություն դեր արամ առաջին վեապար հայրաբետ մեծիդան անգելիկյո, կերաշնոր սպազան հայր, հոգեշնոր հայրեր, մեծահարկ Հայաստանի Հանրապետության տեսփանադան առաջին քարտուղար, հարգարժան բարոն քաղաքապետ, սիրելի ներկաներ, հայ քիրքի մատենակիտական գործեր և մամուլի մատենակիտական գործեր հադորները, որոնց ներկայացումը կգադարենք այսօր, իրենց մեջ կհամախմբեն վաստակավոր բանասեր, բանահավաք, մամուլի և քիրքի մատենակետ, պատմաբան, մանկավարժ, խմբագիր և հրատարակիչ Արտաշես Խաչատուրեանի քիրքի և մամուլի վերաբերող ուսումնասիրություններուն, հոդվածներուն և գրախոսականներուն ըսվար մասը։ Արտաշեսը իր ամբողջ կյանքին ընթացքին և առաջին գործեն մինչև վերջինը գրեց ու խոսեցավ հայ մշակութային ցանցերու պահպանման, մամուլի և քիրքի մատենակիտության, հնադիպ քիրքի, ինչպես նաև հայկական ավանդություններու պահպանման մասին։ Իր բանասիրական, մատենակիտական և առհասարակ բոլոր աշխատություններում մեջ Արտաշեսը կցուցաբերեր գիտական մոտեցում, կհարգեր ամեն աշխատանք, որ կգտնվեր առարգայական հիմքի վրա, անբարեխիղճ և չարամի չեղաբան երբեք ոչ ալ հետին նպատակներ հետապնդեց իր բանասիրական աշխատանքներում մեջ, եղավ չափավորական և իր ուրույն տեսակետ ունեցող, իրողություններուն, ճշմարտությունց և ճշգրտության դեմ չմեղանչեց երբեք, գոհմնակալ թադումներ չկատարեց և դուրս չտվավ խնամիական կապերու։ Թադումներ կան կհաստատեր անիրավամբ, որոնք թադվողեն ավելի թադողը կվարգապեգեն, կամ թադողին իմացական կարողության չափանիշը կցուցաբերեն։ Արտաշեսին կյանքի պայմանները, հևքը, ուսուցչական ասպարեզը, խմբագրական աշխատանքները, զանազան հայտակիրներու պատրաստությունը, ընտանեկան պարտավորությունները թույլ չտվին իրեն, որ ամբողջական բանասերի ձևով աշխատանք տանի մեր իրականության մեջ։ Անոր ամբողջ երազներ, ցերպազատիլ քովնդի սպաղումներ է և նվիրվիլ միան ուսումնասիրական աշխատանքի, որ իր էությունն իսկեր։ Այդպիսի առաջարկ ներկայացուցած էր արդեն մեր կյանքը ղեկավարող մարդոց մի ոմանց և դժբախտաբար մնացած էր անպատասխան։ Ահա թե ինչու այնինչ որ արտադրեց Արտաշեսը եղավ ընդմիջումներով և հոգելելգված դրամատրություններով, բայց միշտ հավատքով գենսահորդ։ Դարաբանքով ծնան անոր գրեթե բոլոր աշխատասիրությունները, որոնք հերոսական սխրագործությունը լալու բոլոր տվյալները ունին իրենց մեջ։ Արտաշես Խաչատուրեանի աշխարհը հայ քիրքին չափ և հայ քիրքեն ավելի հայ մամուլն էր, անոր մատենակիտական զանազան հարցերը։ Մամուլի հանդեպ Արտաշեսին ունեցած հետաքրքրությունը սկսած է պատանեկան տարիքեն և շարունակված է մինչև իր կյանքի ավարտը։ Մամուլը կարմիր թելի պես կանցնի Արտաշեսին բոլոր գործերուն ընդմեջ են։ Ուսուցչությունը հրացադեն կամ որևէ նյութի մասի դասախոսություն տված միջոցին, խմբագրական աշխատանքի բահուն կամ զրույց վարելու ընթացքին, առօրյա խոսակցություններու մեջ արի չերպախցներան մամուլի զանազան հարցերու մասին արտահայտվելու և իր մտածումները փոխանցվելու։ Չափազանցություն հրած չեն կլար, երբ հաստատենք, որ Արտաշես Խաչատուրեան անձնավորումն էր հայ մամուլի։ Արտաշեսին համար մամուլը կհանդիսանա հայության հոգին է միտքը ձևավորող և առաջնորդող գլխավոր աստակներեն մեկը։ Հայ լրագրություն այն թանգարանն է կհաստատերան, ուր կքնանան մեր գրողներու սվար մասին գրությունները։ Մամուլը ինք առանցին երևույթ չէ, այլ հայելին է մանավանդպեսի պես ժողովրդի բարակային իրեն զնուն տվող հավաքականության դիդեսեր ինք։ Ավելին քաղաքներու պատմության հանքն է մամուլը, որ դակավին կմնա իբրև չբեղված քանցմը։ Հայ մամուլին գոչում խորակրյալ իր հոդվածի մեջ
Արդաշես Տեր Խաչատուրյան կփանացվեր իր մտածումները մամլո թերագադարության եւ գոչումի մասին։ Անգահայտներ, թե մամուլը կնպատակադրե պատրաստել մարդը էյաբես եսասեր եւ եսաբաշտ մարդը դարձնել ընկերասեր, այլասեր, ընկերությանը սպասարկու անհատ։ Իր այս նպատակով մամուլը կգանքնի նույն մագարտակին վրա կամ գմիանա եկեղեցին եւ դպրոցին, որոնց մի ավելի ծնունդ տարած է, սակայն իր աստվածության գարկով գրնած չզիջել անոնց։ Մեկ խոսքով իր ողջ էությամբ Արդաշեսը կհավատար մամուլի թերագադարության մեր կյանքը հեղաշրջելու իմաստով։ Քահանգետ Սուլթան Աբդուլհամիդ II գահիդներ Ադենին, եթե ելդыз վերաթարնամ, բիդի փանդարգեն թերթերու բոլոր խմբակիրները։ Ֆրանսացի մեծ զորավար Նապոլեոն Բոնապարտ կհաստատեր. ես ավելի մեծ վախ կզգամ 3 թերթերը, քան 100,000-նոց բանակեմը։ Մեր մեջ եղած են ու կգտնվին բազմաթիվ անհատներ, որ ունեցած են ջող քրատարան, հազարներով գիրք ու մամուլ։ Այդպիսի հավաքածու ունեցողներ են ոմանք, երբեմն շատեր, այդ քանցերը ունեցած լալու հաճույքը ապրած են բարձավես, Գաբրին եւ ընդհանրապես սիպերելզարդ բահած են զանոք իրենց տուներում եւ սալոններում մեջ։ Արդաշես Տեր Խաչատուրյան հավաքած է դասյակ հազարավոր գիրք եւ բարբերական մամուլ, ավելի շատ բարբերական մամուլ, քան գիրք։ Այս առումով հավանաբար զինք հերազանցող չի եղած մեր մեջ, իբրև անհատ մեր ամբողջ պատմության ընթացքին։ Գորստը փրկած է հայ բարբերական մամուլի նմուշներ, որոնք աշխարհի մեջ փրկված միակ օրինակներն են։ Այս շարքին կտասվի Անդրանիկ Յոհաննեսկուի հույս լադինադար հայերենով թերթին առաջին դարվան առաջին թիվը 4 հունվար 1889 թվագիր։ Իսկ այս թերթեն գոյություն ունի միայն Վիեննայի Մխիթարյան մատենադարանի մեջ, այն ալ 6-րդ թիվեն սկսյալ։ Այլ օրինակ 1899-1896 Բոլցո մեջ կհրատարակվեր հայրենի կորաթերթը Արփիար Արփիարյանի եւ Լևոն Փաշալյանի խմբակրությամբ։ Մեծդան Անգելիկո Կաթողիկոսարանի Անտիլիասի մատենադարանի մեջ գա հայրենիքներու մեկ մասը։ Հայգարզյան համալսարանի մեջ գա այլ մասը, եւ եթե երկուքը իրար միացնենք, դագավին չենք ունենար ամբողջական հավաքածումը։ Արդաշես Տեր Խաչատուրյան հաջողած էր բոլիսեն փոխադրել հայրենիք օրաթերթի 5 ամբողջական շարք։ Իրեն համար քիրքերուն եւ թերթերուն փոխանցությունն էր կարևորը։ Ան բրբդած, գարտացած եւ ուսումնասիրած են անոնց մեջ դեր կդած հոդվածները եւ անոնց բանավոր թե գրավոր քարոշտությունը գդարած էր հոդվածներով, ուսումնասիրություններով եւ ցուցահանդեսներով։ Արդարև 1963-ին սկսյալի միջև իր անժամանակ մահը 1993 մահվան վերջին շաբաթը գազմագերբած է բազմաթիվ ցուցահանդեսներ այլազան քաղաքներու մեջ, դված է բազմաթիվ դասախոսություններ, ու պետք է պատկերացնել, թե ինչ կնշանակե հազարներով թերթ ու հնադիպ փոխադրել երկրի երկիր, Լիբանանի ամենեն անապահով օրերուն, երբ օտավյան չգար եւ հաղորդակցության արհեստագիտությունը այսօրվան պատկերը չեր ներկայացներ։ Պետք է աչքի առջև բերել, թե ինչ կնշանակե փոխադրել արխիվային նյութեր, մագագրված քիրքեր, դպված եւ անդիպ քիրքերու փնակիրներ, անդիպ լուսանկարներ, քարտեզներ, հին սերակրեր, հրավիրադոմսեր։ Ասիկա հերոսական աշխատանքի ավելի բան արդարև, որքան մտահոգ էր իր հարուստ հավաքածուին ջագրակրով, եւ ասիկա անգարելի բան չէր Լիբանանի քաղաքացիական պատերազմին արդած անապահովության պատճառով։ Մեր հիշողության մեջ անչնչելի տեղ ունի քաղաքացիական պատերազմին ընթացքին գդարված քողությունները, հրթիռները, օրենքերու եւ հրթիռներու պատճառած նյութական ծանր վնասները։ Դա մեկ օրինակ միայն։ Մեր ասկայիններեն Վահե Սետյանը
թերթերու եւ նկարներու սքանչելի հավաքածոն ուններ Բեյրութի խորհրդարանի Բողոդայի իր գրասենյակի մեջ։ Անոնց կարգին գար նաեւ Դիրան Չրակյանի մեկ հազվագյուտ քծանագարը։ Բոլորն ալ օր ցերեկով թալանվեցան անոնց արժեքը չկիցող ավազակներու կողմէ։ Արտաշեսը դերյակ էր այդ բոլորին, որքան մտահոգություն պատճառեց իրեն իր մամուլի հավաքածուներուն ու հնադիպ գիրքերու փոխադրությունը արևմտյան Բեյրութեն արևելյան Բեյրութ ու դեղավորեց զանոնք Բուրջ Համոդի սիրտի մեջ երկու վարձու սենյակներու մեջ աննախընթաց երևույթ։ Արտաշեսը իր կյանքի ժամանակին մեկ մաս հատկացուց գիրք ու թերթ, ինչպես նաև թուղթի վրա արձանագրված մշակութային տողոն հավաքելու ըսվիրքի բոլոր քաղաքներեն։ Մամլո մեծակույն հավաքածող ունեցողն էր ինք հավանաբար արտերգրի մեջ անհատական կետնի վրա։ Ասոր առընթեր եղավ անհակ ընթերցողում այդ բոլորին։ Մտավորականներ, թերթերու խմբակիրներ, ուսուցիչներ և ուսանողներ հաճախ գտիմեին իրենց ուսումնասիրելիք աշխատանքի մասին աղբյուր ուզելու։ Արտաշեսը զարմանալի հիշողությամբ ուտար թերթին անունը, թվականը, հոդվածակնին անունը և հոդվածին խորակիրը։ Մամլո սեփական ճող հավաքածում ունենալու առավելությունը արի տնձայեց իրեն գադարելու բազում ուսումնասիրություններ մեր մամուլի պատմութենին։ Հովհաննես Պետրոսյանի հայ բարբերական մամուլի բիբլիոգրաֆիա աստվար աշխատասիրության քիդական, քննական, քրախոսականը առանցինն գրնա արժեցնել Արտաշես Խաչատուրյանը իբրեմ մամուլի մասնակետ։ Ասոր վրա գրնան ավելնալ լիբանանահայ և սուրիահայ մամուլի պատմությունը, հայ հեղափոխական դաշնակցության և սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մամուլի մատենագիտությունը և այլ աշխատասիրություններ, որոնք անկասկած մնային արժեքներ պիտի մնան մեր մամուլի պատմության մեջ։ Իզուր չէ, որ ոմանք կոչած են զինք հայ մամուլի շրջում տեսպան, իսկ բանաստեղծ Ժաքսե Հակոբյան և ուրիշներ զինք կոչած են հայ մամուլի պատմության աշխարհակալ։ Այս անվանարգումները չափազանցություններ չեն երբեք։ Անոնց խորքը գտնվող իրականությունը պիտի անմահացնի անոր անունը մեր մամուլի մշակույթի պատմության մեջ։ Իր ինքնակենսագրականին և այլ ուսումնասիրություններու մեջ Արտաշես Խաչատուրյան այլ բաներու կարգին կհայտնի, թե 1990-ին պատրաստած է 100 էջնոց ուսումնասիրությունը Վասպուրականի Հոհիտա մամուլը 1905-1915 խորակրյալ զոր ուղարկած է մրցանքի։ Անչի իշադագեր մրցանքի հասցեն, հագարակ մեր պնդրդուքին գարելի չեղավ ստուկել հասցեն։ Այս կորձը մինչև մեր այս հադորի խմպակրումը գմնար անդիպ։ Անգե մասնը նոր սերունդ լույս տեսած 1992-ի աստագի նոր դարվան բացարիքին մեջ էջ 40-46։ Արտաշես Խաչատուրյանի արխիվներեն գարելի եղավ գտնել վերոյշան աշխատասիրության խառնիխունն սևակրությունը, որ մեկը բացեին որոշ թիվով էջեր, մաքուր վիճակի մեջ էին բովանդակության էջը և օգտագործված աղբյուրներու ցանկը, բարեբախտաբար։ Այս բոլորը, ինչպես նաև աստակ բացարիքի վերոյշալ քրությունը, հիմք ծառայեցին մեզի վերականգնելու ուսումնասիրությունը գարելիության սահմաններու մեջ։ Հաջողեցանք թե ոչ, ադիգա գծկենք մամլո մասնակետներու թադողության։ Արտաշեսին ամբողջ երազներ պատրաստել հայ մամլո ամբողջական մատենագիտությունը։ Ոմանք կրնան ցնորական նկատել այս ծրագիրը։ Վստահ ենք, որ Արտաշեսը կրնար գլուխ անել այս աշխատանքը, եթե ունենար համապատասխան հովանավորություն և եթե չլար անոր կանխահաս մահը։ Արտաշես Խաչատուրյանի արիթով հարցը գտրվի գիտական ցուցակագրումի ենթարկել հայ մամուլը, ինչպես նաև օգտագործել արդի արհեստագիտության ընծայած բոլոր հնարավորությունները իրար օգնության սկզբունքին հիման վրա։ Օրինակ, Բոլցո արևելք օրաթերթը, որ գլխավոր դեր կատարեց 1880-ական թվականներու
արևմտահայ քրագանության եւ լեզվի զարգացման մեջ ոչ մեկ ազգային կամ անհատական քրատարանի մեջ ամբողջական է, անստավես տեղյակ չեն բոլիսեն։ Արդի արհեստագիտությունը ավելի թյուրին, ավելի կորզնական եւ ավելի նվազ զաղսով գարելիություններ գնցեր է ամբողջական հավաքածու ունենալու արևելք օրաթերթեն, եթե իր առօգնության բարի դրամատրությունները լան քրատարաններու պատասխանատուներու մոտ։ Նույնը բոլոր թերթերու բարակային ամբողջական ցուցակագրում ունենալու իմաստով։ Արդաշեսը գանուխ մեկնեցավ աշխարհեն, քրեթե ամփոխարինելի լալու դրամատրություն մտցկելով իր յետին։ Վստահաբար շատ դժվար բիդելա կոչել իր ցկած բացը հատկապես մամուլո պատմության ուսումնասիրության մեջ։ Վերջապես Արդաշես Տեր Խաչատուրյանի այս հադորներու հրադարագությունը անգարելի բիդելար, եթե չլային անոր զավակներուն երախտագիտական սկացումները իրենց հորը նկատմամբ, արդարև անոնք անցնաբես հերացայնով, համագարկիչով, համարորեն և գրնգագող հետաբնտեցին գլուխ հանելու այս գործը։ Հիշադակ արդարոց օրդնության բեղիցի։ Այսօր ինձի բաժին ինգած է հագիչ գենսակրական քիձև դալ հորս Արդաշես Տեր Խաչատուրյանի մասին եւ ակնարկել այն հիմնական բնակավարներուն, որոնց անեկավ դալու իր լուման եւ ունելու իր յուրահատուկ ներդրումը։ Արդաշես ծնած է հունիս 1931-ին Բեյտմերի Լիբանան։ Հորս առաջին քրությունը, որ ցերկս անցավ, իր քրած նամակն է ուղարկված Բեյրութեն արաբուներ, ժամանակավորապես հոնաստատված իր հոր համազասպին հետաքրքրականորեն առնչված մեր կաթողիկոսության, այս կաթողիկոսության հետ, Գիրիկյո կաթողիկոսության։ Ան 14 տարեկանի համար արտասովոր ոճով գահայտնի հորը, թե գհուսա ընդունվիլ թպրևանք, որպես ուսանող, սան։ Իր հոր քրության գգծի այն նամակը, որ ուղարկած է ան Հալեբ, Զարեհ Զայրաքյուն Վարդապետ Փայասլյանին, օրին հոգևոր հովիվը հայոց Պերիոթեմին, Աբակայի Զարեհ վեհապարը, որ անգաղեր սև գհամոզե հոգևորին, թե իր ընտանիքի միակ զավակը ելալով հանդերձ ան գոչում ունի զարայելու այս ասկին, այս եկեղեցվո ջամփով։ Մշո Սուլտան Սուրբ Կարապետի քահանաներեն Վեր Խաչատուրի թորն է ան եւ անոր հրջվանքը գլա անսահման եւ գնդունվի եւ գլրափոխվի Հայաշենեն Անտիլիաս։ Հոն, այսինքն հոս, գտերզերի Շահան Բերբերյանի եւ այլ դիտաններու շունչով Քրասեղան գպաժնիկցի վախճանյալ Երջանկայի շատակ Կարեկին երկրորդ վեհապարի, Երջանկայի շատակ արդավաս արքեպիսկոպոս Տրտրյանի, ներկայիս լուսահոգի Աբակայի իր կորնձգեր Փարամաս Դոնիկյանի եւ այլոց հետ հարաբերություններ զորսանգվահե մինչև իր մահը դեկտեմբեր 1993-ին։ Անտիլիասի մեջ ապրեցավ իր աշխարհակցությամբ հասկ ամսաթերթին եւ իր խմբակրելով հասկ հայագիտական դարեկիրքին, նաեւ կդա թե տրազարկ դարեկիրքին մեջ աշխատակցած է։ Միայն թերթադեցեք օրինակի համար 1982-ի հասկ հայագիտական դարեկիրքը եւ իր զարմանակ թե ինչպիսի փոխանցագություն կա անոր մեջ եւ նույն օրերում ռումպերու դարապը ցանկեր գհնցեր կաթողիկոսարանի մուտքին իսկ։ Արդաշես երևույթ ուներ բազմաթիվ երանգներ։ Արդաշես ուսուցիչն ու դաստիարակը եւ թրոշ մտրավ Ալեպո կոլեջ, Կարեն Եփեջեմարան, Հայ Ավդերանական կոլեջ, Խանամիլյան կոլեջ, Շամլյան Տատիկյան վարժարան եւ համասկայինի հայագիտական հիմնարկ հաջախող ուսանող սերունդներուն վրա 37 տարիներու վրա երկարող իր ասպարեզի ընթացքին։ Անխուսափելի է անցնել օրը, ուր իրեն աշակերտած անցնը Լոս Անջելեսեն, Փարիզ, Բեյրութեն, Դուբայ, թե այլուր չվեր հիշետրվակը, ուր Արդաշեսի ներդրումը, գամ խրադը, խորաստեսություն ցկած չլար իր վրա, իբրև հայ եւ իբրև մարդ։ Արդաշեսի մեկ այլ երեսը, բանահավաքի իր հանգամանքն է։ Փոքր դարիքեն հայթերթն ու քիրք իրեն համար ուսումնասիրական վավերատուղթի համազոր գլան։ Գշրջակայի բոլիս ավելի քան 10 անգամներ, Հալեբ, Կահիրե, Երևան, Լիբանանի զանազան շրջաններ, գհավաքը իր բարերով գպրգե։ Իրավի շատ մբարականերու ստույգ գորուստե նվազակյունը 200 տարի կյանք ունեցող ավելի քան 500 հնադիվեր։ Ներառյալ հայ առաջին դվակի Ռավեդարանը։ Գժողվի իր տեսակին մեջ եզակի մամուլի
մասունքներ սկսելով հայ մամուլի նախագահապետ Հարություն Քահանա Շմավոնյանի աստարարեն հասնելու մեր քավարի խմորադի բարբերականներուն մինչև դեռ մուրավերի կան 1500 թերթերը իր բարերով 1500 նմուշները բաղացած հավաքազում գունենա իր ցերքին տակ Արդաշես ամբնական որսմը ապահոված ըլլալու կողունակությամբ եւ գարձեք հայ ժողովրդի քրչի զավակ ըլլալու հանգամանքը անգամ մի երս փաստելու մտավորությամբ իր հավաքազում կցուցադրե Բեյրութի, Հալեբի, Դամասկոսի, Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Ֆրեզնոյի մեջ Գարձեք ասել գուզեր, դեսեք, հայ ժողովուրդը ապրիլ ու վերապրիլ կիդե, մշակույթի երկիրի զինվոր է, սակայն Արդաշեսի պանահավաքության կորձը ինքնանպատակ չէր գտնարել։ Անոր համար քիդական միտքով զորս յուրացուցած էր պատմագիտության Բեյրութի ամերիկյան համալսարանեն բսակավոր եւ մագիստրոսի իր վկայականներով պետք էր վերլուծել հոն գտնվածը եւ ուսումնասիրությունը հանձնել թուղթին Խոսքը գործվի դղաս քրվազը կմնա գսեր սուրճի մշուճ ու այդ հասկացողությամբ նույն հասցուց Ֆրեզնոյի, Դարոնի արծիվին, Բեյրութի աստագին, Այքին, Նայիրին, Սպյուրքին, Կաթողիկոսությանս հասկ ամսատերթին, Հալեբի արևելքին, Լոս Անջելեսի ասպարեզին ու Նորգյանքին իրեն համար իմաստալից արդատրությունն էր չափանիշը արդյունավետության այնքան սիրեց հայքերն ու քրագանությունը որ Արդաշես եղավ մատենակետ Հայդոբակրության նախագահապետ Հակոբ Մեղաբարդը այնպիսի ցեվով վերլուծեց, որ գարձեք տեղափոխված լալ 500 տարիներ առաջ անոր հետ զրուցելու եւ փաստելու, թե Հակոբ Մեղաբարդ 5 քիրք տված է եւ ոչ 6, այնպես ինչպես գենթաթրվեր։ Ռուբեն Զարթարյանի, Լևոն Շանթի, Թանյել Վարոժյանի, Շահան Բերբերյան եւ այլոց մատենագիտական բիբլիոգրաֆիկ աշխատանքներ կգտնեք այսօր մեր առաջին հատորի մեջ։ Արդաշես հայ լեզվի սերզինք Նաև առաջնորդեց Արդաշեսի հայ լեզվի սերզինք նաև առաջնորդեց ըլլալու փարարանակետ իր հայոց լեզվի նոր փարարանի կորձով, որ մինչև օրս իսկ կմնա արեմտահայերենի փնդրված փարարան։ Ան եղավ հայերենի լեզվակետ ու քերագանակետ իր օղակական ուղեցույցի ռադարությամբ եւ այլ կորձերով։ Սակայն եթե գա փնակավար մոն ուր անտրոշմը բիդի անոր թրոշմը բիդի օգնի աբակայի բատմապանին ու քիդ աշխատողի կորձին Այն Արդաշեսի հայ մամուլի մատենակիտությունն է։ Եթե գուզեք գիտնալ 1907-ի վասպուրականը, զայն բիդի տեսնեք իր վերլուծման մեջ եւ բիդի ծանոթանաք Վանի ազատամիտ նոր սերնդականներուն։ 1968-ի Ֆրանսան բիդի տեսնեք Վանի մեջ 1907-ին գիրքի մեջ։ Եվ անոնց հագատրված բահբանողական հայացքականներուն։ Եթե գուզեք գիտնալ, թե առաջին որ թերթը լուր ստացավ Եվ քրեց 24 ապրիլ 1915-ի երեկոյան Բոլսո մեջ 270 մտավորականներու ցերպակալության մասին ցեղասպանության 100-ամյակի այս նախօրեին զայն պիտի գարտակ այսօրվա երկրորդ հատորի մեջ հայ մամուլի դարերանքին եւ դվայդանքի մեջ պիտի գտնեք հայ ժողովրդի ապրած ոտիսականը Բոլիսեն ու Քավարեն Սոֆիա Փարիզ Թեհրան Հալեբ Թարսիալ Գիլիգիա Բեյրութ եւ Հերավոր Ամերիկաներ Արդաշեսի մահվան 20-րդ տարելիցին այս երկու հատորները գմիդին մեկտեղել մատենակիտության եւ մամուլի հետ կապված Արդաշեսի կորձերը մի քանի անդիպ քրություններու հատկապես մեկ անդիպ քրության գողքին այս երկու հատորները կամփոփչացնեն հայ մամուլի համայնապատկերը Արդաշեսի մահվանեն 93-ին մահացավ 1 տարի հետ ինտերնետը 94-ին ընդհանրացավ Ուրեմն Արդաշեսի մահվանը 1 տարի հետ կընդհանրացած համացանցի նորարությամբ հետաքրքրական հորիզոններ կբացվին նաև մեր առջև։ Հadoop համատրումով նախ այս երկու քիրքերը e-book-ի մեջ են հասանելի բիդելան հարության ամենուրեք։ Սակայն այս աշխատանքը կիսատ պիտի մնար, եթե քիրքերու փոխանցությունը Google-ի վրա փնտրելի չլայն, այսինքն searchable չլայն։ Ուրախությամբ կհաստատենք որ ընթացքի մեջ է խոստացված էր այսօր քիչ աճտուկեցի դակավին չէ, բայց մի քանի օրվա ընթացքին այս երկու հատորներու փոխանցությունը արդեն իսկ համացանցի վրա կդանելի եւ օգտագործելի դիտելան։ Այսպես օրինակի համար Հակոբ Սիրունի փնդրողը Google-ի միջոցով բիլի գարենա գտնել Արդաշեսի աշխատասիրության մեջ դեր կրած Սիրունին, Բոլիսեն Բուկրեշ եւ այլն։ Պատկերացուցեք Հայ Թեոդար Քիդաշխադող 2015-ին կամ 2030-ին, որ գարենա ուսումնասիրել Բոլսո աստակ շապատատերտը համացանցի վրա։
Արդաշեսի քրության մեջ են։ Արդաշեսի այս աշխատանքը փրկված կլա փոխադրվելով փոշոտած թերթերու էջերեն թվայնացած բնակավար 20-րդ դարեն 21-րդ իսկ այս հադորներու ավարտին դեղաթրված ինդեքս փոխանցագությունը բզախոնտրորեն պատրաստված Երևանեն Մերուժան Գարաբեդյանի կողմէ մի դյուրացնի քիրքը ընտելցողներու շյանքը վերջապես Արդաշեսի գազմած ընտանիքին կողմէ խորին շնորհակալություն գահիտնենք վեհապարհոր այս ծրագրի մեջ իր դարձած հայրական հոգացության ինչպես նաև անոր հովանավորության եւ ներկայության համար հասկ ամսակրի եւ տվերանքի դերչության եւ հատկապես հայրթորկոմին այս գազագերբումին համար օրվան բանախոսներուն երաժիշտներուն եւ բոլորիդ ծերբատկարելի ներկայության եւ հայ քիրքի հանդեպ ծերբացած սիրույն համար հատկապես կգնահատենք Գարո Հովհաննեսյանի անխոնջ աշխատանքը որը շնորհիվ այսօր այս հադորները կհրամցվին ցեզի խոսքը երթադղակ քիրքը կմնա ասկային այս կորջիտ համար վարսկադար հայրիկ խնդրեմ ստանաք այս երկու հադորներու ծեր օրինակները այս ցերնարգի ավարտին զոր սիրահոժար գերբով բարոն Գարո Հովհաննեսյանը պիտի մագակրե ցեզի համար սրահի մուտքին նաև այս արդիվ ուրեմն ընտանիքին փապակով հայ առաջին մեր թերթի ուրեմն հարություն Քահանա Շմավոնյանի աստարարեն որ 1794-ին սկսած է օգոստոս ամիսը լալու է ուրեմն սկսնական թվականը հորս հավաքազոյի մեջ կան հունվար 1795-ի եւ փետրվար 1795-ի օրիգինալ օրինակները ընտանիքի փապակով վեհապար հոր ցերամp մեր փապակն է որ դրամատրվին եւ սեփականությունը դառնան մնայուն գարույցին մեր ուրեմն Գիլիգիո Գաթողիկոսության թանգարանին եւ այս արդիվ խնդրեմ որ փոխանցենք այս հայ մամուլի մասունքները վեհապար հայրաբեդին Արտաշես Տեր Խաչատուրյանը համար գարտացող էր համար բրբդող էր իր դեսագետները համարորեն հետապնդող էր մեր արժեքներուն նկատմամբ համարորեն կարճած կմնար այսպես եղավ Արտաշեսը իր կյանքի բոլոր օրերում ես օրը չեմ տեսած Արտաշեսը առանց քիրքի կամ ցերկը քիրք մգար կամ բայսագի մեջ քիրք մգար գհեդաբունտեր քիրք համարորեմ հայ քիրին ու քրքին նկատմամբ եւ հայ քիրը ու քիրքը սերունդե սերունդ փոխանցող հայ թվրոցին նկատմամբ Բաշտամունքի հասնող սերուներ Արտաշեսը մի քանի թեփքեր հիշեցի եւ իր մասին քիչ առաջ 3 տասախոստերուն գոմել լսեցի եւ որոշ թեփքերի մտքիս մեջ վերաթարմացան 1985 թվականներուն էր Թորքոմյան Հայաշենի Թորքոմյան վարժարանի աշակերտության թիվը նվազած էր եւ օրվան ուսումնական խորհուրդը որոշեց թվրոցը միացնել Չաթավլաշյան վարժարանին եւ որպես առաջնորդ ուսումնական խորհրդին միասին կացինք Հայաշեն եւ Թարին երևելիները հավաքեցինք, բնականաբար Արտաշեսն ահոներ, ես հանդարտությամբ, քաղցրությամբ եւ համոզիչ լեզվով սկսա խոսիլ, ուսումնագենի Ադենաբեդը խոսեցավ, հետո Արտաշեսը խոսք արավ։ Սա ինչ է սերգուզեք ըսավ, սրբազան, այս տվրոցը պիտի փակեք, այս տվրոցին փանանին ցեզի չեմ անցներ ըսավ։ Եկեղեցի լավնիկը փակեի գսավ։
չէի գնալ պամմսել։ Հետո ներգա գուսակցական պատասխանատուին ըսի որ գամացուկը ցեզի հադուկ ցևերով համոզեցեք ամեն տեսակ ցևերով չի համոզվեցավ եւ չհամոզվեցավ երկու օր վերջ կովս եկա ըսավ անգամ ասել բանաստբոցը փագելու մասին մի մտած չմտածեք ըսավ Արասիկ իր ամուր գապվածությունը հայտվեցին Օրմա բադահմամբ ներգա եղա քարեկին վեհապարին իր տասնգերոջ եւ իր խոսակցության բեհարանի իր կրասենյակի մեջ Քիրքեմը էջմո բաքսած էր մորցավոր քիրքներ այդ մասին սկսավ խոսիլ չղայնանալ ինչու բաքսած է աս էջը սա վեհապարը սա արդաշես գաս կարմիր եղար մեղք ես սա վեհապար ես մեղք չեմ աս քիրքը մեղք ես Ահվասիկ արդաշեսեն ուրիշ երևույթմը երորդ Որպես առաջնորդ հանդեսիմը նախակայեցի, հանդեսի վերջավորության երբ դուրս գելեի, մոտեցավ ինձի, ըսելիք ունիմ ըսավ։ Շատ կարևոր, ըսի արդաշես, առաջնորդարան եկուր ըսի, չէ ըսավ, հիմա բիտեցեմ, ըսի, կերբանեն թուղթ մանեց, օրվան տասախոսը, որ ուսուտիչ մներ, 10,000 հայերինի սխալ հրավ։ Եթե արդաշեսը այսօր ողջը լար, դասեն շատ ավելի բիդեսեր։ Արդաշեսը արժեքն էր, լսեցիք, և արժեքները չեն մերնիր։ Բայ մեզի եթե մենք մերցնենք այդ արժեքները։ Արդաշեսը իր գյանքին ու կործի մեջ միշտ վար արձած բահեց այս աթորը իր թվրևանքով, իր ոգիով, իր ծառայությամբ, իր առաքելությամբ։ Եվ ես այնքան ուրախ եմ, որ իր զավակները կշարունակեն իրենց հոր առաքելությունը։ Քիչ առաջ անորագեորեն Պարոն Բալյանը ագնարգեց իր խոսքինը սկիզբը, որ արդաշեսին մեզ մարդոց թիվը ներգայությունը սկսած է թշպախտապար բաքսիլ մեր գյանքեն ներս։ Արդաշեսին մեզ մարդիկը հիշել, մեր հարկանքը ընծայել, կնշանակե այն առաքելությունը, որ արդաշես դեր խաչադուրյաններուն գբատկաներ, շահնագել, վերանորոք հավատքով, վերանորոք նվիրումով։ Ոչ միան իպանանի մեջ, մեր բոլոր կավութներ են ներս, հարկանք իր հիշադագին, և մեր աթորը, որում հարազատ զավակները մեկը եղավ Արտաշես Տեր Խաչատուրյան, պիտի շարունակե հայ մշակույթին, հայ քիրին ու քրագանության, հայ քրկին նվիրված իր նվիրական առաքելությունը։